հուլիսի 22-ին նշվում է ուղեղի համաշխարհային օրը։ Իսկ այս թեմայով մենք այսօր հրավիրել ենք այստեղ հյուր, նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Սարգիս Աբրահամյանին, ում ասում ենք բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի լույս Սարգիս, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Շնորհակալություն հրավերի համար։ Շատ կարևոր օր է իրականում ու տպավորություն է, որ մենք հաճախ ենք խոսում տարբեր օրգան համակարգերի առողջության մասին, բայց ոչ միշտ ենք մտածում ուղեղի մասին։ Ուղեղը առողջ պահելը կարևոր է եւ արդյոք պետք է այդ մասին եւս մտածել։ Իհարկե, յուրաքանչյուր տարի ունենք կարգախոս, այս տարվա կարգախոսը ուղեղի առողջություն հասանելի բոլորին։ Քանի որ նյարդաբանական խնդիրները ամբողջ աշխարհում հանդիսանում են առողջապահական մարտահրավերներից մեկը, հանդիսանում է մահացության, հաշմանդամության եւ կյանքի որակը փոխող պատճառներից մեկը։ Այդ պատճառով կարևոր է հասարակության իրազեկվածության բարձրացումը նյարդաբանական խնդիրների, դրանց վաղ ախտորոշման, նորարարական բուժման հնարավորությունների իրազեկման վերաբերյալ, քանի որ շատ կարևոր փաստ է ոչ թե փորձել բուժել այն ժամանակ, երբ արդեն ունենք լուրջ նյարդաբանական ախտահարում, այլ կանխարգելել։ Կանխարգելումը ամենակարևոր, դա գալիս է դեռևս Հիպոկրատի ժամանակներից եւ իմ կարծիքով եւ նույնպես ամենակարևորը կանխարգելումն է։ Անհրաժեշտ է կանխարգելել, այլ ոչ թե հասնել այն փուլին, երբ արդեն որոշակի գլխուղեղում կառուցվածքներ վնասված են։ Եվ հասարակության ծերացման հետ միաժամանակ մենք աճում են նաև այս հիվանդությունների հաճախականությունը, մասնավորապես ինսուլտ, դեմենցիաներ, հիշողության հետ կապված խնդիրներ, Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, ծայրամասային նյարդերի ախտահարումներ, այսինքն անհրաժեշտ է, որպեսզի նաև հասարակությունը իմանա ախտանիշները եւ երբ դիմի բժշկի, որպեսզի ստանա գրագետ եւ ճիշտ բժշկական օգնություն։ Այդ ախտանիշները, հա, մարդը ինչից պետք է սկսի, այսինքն եկավ փոքրիկ գլխացավը կամ չգիտեմ հոգնածությունը, ոնց հասկանանք, որ արդեն ժամանակն է կամ պետք է, որպեսզի գնալ բժշկական հետազոտության։ Նայեք, յուրաքանչյուրս մեր առօրյայի ընթացքում, առօրյան ստրեսներով լի է, ծանրաբեռնված աշխատանք, ամսվա ընթացքում կարող ենք 1-2 գլխացավ ունենալ։ Սակայն երբ գլխացավերի հաճախականությունը ավելանում է, այսինքն մարդ ունի 15 օրից ավել գլխացավ, դա արդեն կարմիր դրոշակ է դիմելու բժշկի եւ հասկանալու կոնկրետ այդ գլխացավի պատճառը։ Քանի որ մենք տարբերում ենք օրինակ գլխացավի առաջնային եւ երկրորդային տեսակներ։ Առաջնային մեզ հայտնի օրինակ լարվածության տիպի գլխացավն է, միգրենային տիպի գլխացավ, կլաստերային եւ կա նաեւ երկրորդային տիպի գլխացավեր, որոնց հիմքում ընկած է, այսինքն գլխացավը հանդիսանում է որպես սիմպտոմ, ախտանիշ, օրինակ գլխուղեղի ուռուցքը կամ անոթների բորբոքային հիվանդությունները եւ կարեւոր է ճիշտ ախտորոշումը վաղ, քանի որ դրանից է կախված մեր հետագա բուժման ստրատեգիան։ Օրինակ ունենք բուժառուներ, որոնք դիմում են ամսվա մեջ 15 օրը ունենում են գլխացավ, միգրենային տիպի, օգտագործում են ամենատարբեր ցավազրկողները։ Եվ այդ ցավազրկողները եւս պարադոքս կերպով առաջացնում են նաեւ հենց ցավազրկողներն են առաջացնում գլխացավ։ Եվ եթե մարդ ունի օրինակ 4 միգրենի էպիզոդից ավել, կան պրոֆիլակտիկ դեղամիջոցներ, որոնց ընդունելով կարողանում ես իջեցնել միգրենի հաճախականությունը կամ ցավի ինտենսիվությունը։ Եվ նյարդաբանությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է եւ վերջին տարիներին մենք ունենք աննախադեպ զարգացում, թե ախտորոշման հետ կապված եւ թե նորագույն դեղորայքների։ Օրինակ կան նոր դեղամիջոցներ, մոնոկլոնալ հակամարմիններ, որը կիրառվում է միգրենային տիպի գլխացավերի համար, դրանք 1-2 տարի են շրջանառության մեջ, որոնք ունեն քիչ կողմնակի էֆեկտներ եւ մաքսիմալ էֆեկտիվություն, այսինքն իջեցնում են մարդկանց գլխացավերի հաճախականությունը։ Սարգիս, իրականում մեր ուղեղը այնքան բաների համար է պատասխանատու, որ հետաքրքիր կլինի ձեր բնորոշումը ինչ է նշանակում որպես այդպիսին առողջ ուղեղ։ Առողջ ուղեղ հետաքրքիր բավական հարց է։ Ինձ համար առողջ ուղեղի պահպանման համար անհրաժեշտ է առողջ ապրելակերպ, այսինքն շատ հաճախ մարդիկ կարծում են հասարակ քայլեր են սովորական, որոնք պարբերաբար մենք խոսում ենք, ապրելակերպի փոփոխություն, առողջ սնունդ, առողջ քուն, այդ կոմպոնենտները ապահովում են առողջ ուղեղ։ Քանի որ մենք ապրում ենք թվայնացման դարաշրջանում եւ նույն սոցիալական կայքերը այդ կարճատև
վիդեոները կամ ռիլերը փորձում են երկարատև օգտագործումը հանգեցնում է կենտրոնացման խնդիրների, հիշողության հետ կապված խնդիրների։ Շատ հաճախ առօրյայում հանդիպում ենք երիտասարդ մարդկանց, որոնք գալիս են ասում են հիշողության հետ կապված խնդիր ունենք։ Սովորաբար այն դեմենցիաները, օրինակ Ալցհեյմերի, անոթային դեմենցիաները, այդ բուժառուները իրենք չեն գալիս բժշկի հիմնականում։ Նրանց բերում է իր հարազատը։ Այսինքն մարդ, որը նկատում է իր կենտրոնացման խնդիր, առօրյայում դժվարեցում, դա հիմնականում պայմանավորված է մեր սոցիալական ցանցերով եւ այդ կարճատև վիդեոներով, քանի որ մեր ուղեղը ստեղծված չի եղել նրա համար, որ 30 վայրկյանը մենք վերցնենք նոր ինֆորմացիա, նոր հաղորդագրություն, նոր ծանուցում եւ պետք է չմոռանալ, որ ուղեղին նաեւ անհրաժեշտ է լռության պահեր։ Բայց դժվար է իրականում այս ժամանակա հատվածում, որ մենք բոլորս ապրում ենք այս սմարթֆոնների, չգիտեմ, գadgetների աշխարհում, ամեն դեպքում սմարթֆոնը մեր ընկերն է մոտիկ դարձել, էլի մենք դրանով աշխատում ենք, մենք ֆիլմեր ենք դիտում, չգիտեմ, նկարահանում ենք, ինչ անել, որ մի փոքր գոնե ոնց բերել այդ ոսկե մի կողմ թողնել սմարթֆոնները, չենք կարող, նայեք, խոսքը ոչ թե սմարթֆոնների մասին է, այսինքն կարելի է ֆիլմ դիտել, հա, կամ ընթերցանությամբ զբաղվել այդ նույն սմարթֆոնով։ Խոսքը այդ կարճատև վիդեոների մասին է, որը շեղում է մարդու ուշադրությունը, այսինքն 30 վայրկյանով մենք թերթելով այդ վիդեոները, 30 վայրկյան դիտելով անընդհատ մեր ուշադրությունը շեղում ենք։ Դե հիմա էլ սովորել ենք այդ երկար վիդեոները էլ չենք դիտում, մեզ համար ավելի հաճելի է ու հարմար է կարճ ինֆորմացիա ստանալ եւ անցնել առաջ, բայց դա ուղեղի համար ստրես է։ Ինչու՞։ Բայց դա ուղեղը չի ասում, որ կարճը ավելի լավ է ինձ համար։ Կարճը հարմար է, որովհետեւ ինֆորմացիային տիրապետենք մենք, բայց անընդհատ թերթելով այնտեղ դա ստրես է ուղեղի համար։ Արտադրվում է կորտիզոլ, կորտիզոլի մակարդակը բարձրանում է։ Եվ գլխում կան կառուցվածքներ, օրինակ հիպոկամպերը կամ ամիգդալան, ճակատային բլթերը ենթարկվում են գերգրգռման, որի արդյունքում ժամանակի ընթացքում եւ մենք փորձում ենք մտապահել կարևոր ինֆորմացիան մեզ համար, դա լինում է արդեն մեզ համար դժվար, քանի որ ուղեղը արդեն մենք փորձել ենք մարզել եւ վարժեցնել այն ռեժիմին, որ մենք պետք է ստանանք կարճատև ինֆորմացիա, կարճ հիշենք եւ անցնենք առաջ։ Դրա համար մեր օրերում լռության պահերից բացի նաև խորհուրդ է տրվում երկար պատմություններ դիտել, հետևել, հիշել կամ ընթերցանությամբ զբաղվել։ Այսինքն եթե դու ընթերցում ես օրինակ գիրքը, փորձում ես մտապահել քո նախորդ օրվա կարդացած ինֆորմացիան վերհիշելով, որպեսզի դա լինի տրամաբանական շարունակություն։ Իսկ կարճ վիդեոներով մենք ստանում ենք այդ ինֆորմացիան եւ կարճ ժամանակ հետո մոռանում ենք։ Մենք ուղեղին վարժում ենք, այսպես ասած ուղեղին ծուլացնում ենք։ Շատ լավ։ Սպառվածությունը, հոգնածությունը մարդու սա եւս կարող է ուղեղի ֆունկցիաների հետ կապ ունենալ եւ օրինակ ինչ-որ խնդրի մասին հուշել։ Դա եւս, այսինքն բոլորս հոգնում ենք մեր աշխատանքի ընթացքում, յուրաքանչյուր հոգնածություն չէ, որի տակ կարող է թաքնված լինել լուրջ նյարդաբանական խնդիրներ, սակայն այո, կա քրոնիկ հոգնածության համախտանիշ կամ երբ մարդ քրոնիկ երկարատև հոգնածություն է զգում, ինչպես նաև կան ուղեկցող այլ ախտանիշներ, օրինակ երկարատև գլխացավ, հիշողության վատացում, վերջույթներում թմբրածություն կամ թուլություն, գիտակցության կորուստներ, ցնցումներ, տեսողության հետ կապված խնդիրներ, արդեն դրանք կարմիր դրոշակներ են, որը պետք է մարդուն զգուշացնի, որ անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի փորձել հասկանալ պատճառագիտությունը, արդյոք այդ հոգնածության տակ կա նյարդաբանական լուրջ խնդիր, թե ուղղակի աշխատանքային եւ առօրյա ծանրաբեռնվածության հետևանք է։ Այս ամենը ինչ թվարկեցիք, ես հիմա բանի անում, իմ մոտ կար ոնց որ բացի տեսողությունից։ Հետաքրքիր է այս օրը ոնց է ընտրվել դա պատականությունը, թե ինչ որ մի բան կա այս ուղեղի համաշխարհային օրվա հիմքում, ինչու է հենց հուլիսի 22-ին ընտրվել այս օրը։ Կա ինչ որ Ճիշտ ասած պատմությունը կդժվարանամ տվյալ պահին ասել, ինչու է այս օրը ընտրվել, սակայն շատ կարևոր է նշել եւ իրազեկել մարդկանց այն խնդիրների մասին, այն նորագույն մեթոդների մասին եւ հատկապես կանխարգելիչ բժշկության մասին, քանի որ ամբողջ աշխարհում լավ բժշկություն համարվում է այն բժշկությունը, որտեղ զարգացած է այդ կանխարգելիչ սկրինինգային մոտեցումները։ Ինչպես կարող ենք մենք մեր ուղեղին օգնել լինել ավելի առողջ։ Զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, ունենալ առողջ քուն, առողջ սնունդ
Ինչպես նաև փորձել կարգավորել, այսինքն ավելի տարեց մեր քաղաքացիներին կարող եմ խորհուրդ տալ զարկերակային ճնշումը, գլյուկոզայի մակարդակը հսկել, քանի որ կանխարգելիչ միջոցառումներով օրինակ հնարավոր է 80%-ով իջեցնել գլխուղեղի կաթվածի առաջացման ռիսկը։ Բայց ուղեղը երևի թե համարվում է ամենաթերագնահատված օրգանը, չէ՞, մարդու, որ երբեք չես լսել, որ ասի ես գնացել եմ բժշկի, ինչի համար գնացել եմ ուղեղս, օրինակ, չգիտեմ, ստուգեն կամ բան անեն։ Իրականում ամենակարևոր օրգանն է։ Ամենակարևորն է, բայց դրա համար եմ ասում, երևի թերագնահատվածն է։ Կարող է իրազեկվածության թերի լինելու պատճառով է այդպես։ Քանի որ շատ մարդիկ կան, գալիս են գլխապտույտ ունեն։ Հետազոտում ենք, չունենք կենտրոնական պատճառ, այսինքն անոթների նեղացում կամ վեստիբուլյար համակարգի հետ կապված, եւ պարզվում է, ասում եմ բժիշկ ջան, ինչ անեմ, ասում ենք հեղուկ խմում ես, ասում է ջրի քանակ, քանի որ գլխուղեղի 80%-ը հիմնականում ջուր է, ջրային զանգված է բջիջների մեջ։ Բուժում որպես գրում ենք հեղուկների բավարար քանակ, ջուր խմել։ Եվ գալիս է մի քանի օրը, ասում եմ գանգատներս անցավ, այսինքն պարզ բաներ կամ պարզ քայլեր, որոնք մենք պահպանելով կարող ենք մեր օրգանիզմում եւ նաեւ ուղեղի առողջության մեջ բավականին շատ բաներ փոխել։ Սարգիս, ուղեղը հեշտ է վերականգնվում եւ արդյոք հնարավոր է ինչ-որ գործողությունների, քայլերի, սովորույթների ձևավորման արդյունքում փոխել ուղեղի աշխատելու ձևը, օրինակ։ Նայեք, եթե մենք ունենք արդեն գլխուղեղի վնասում, քանի որ նշեցի, շատ կարևոր է ամբողջ աշխարհում։ Նյարդաբանական հիվանդությունները հանձնում են ամենաբարձր մահացություն ունեցող խնդիրները հաշմանդամության կամ կյանքի որակը փոխող պատճառներից մեկը։ Այսինքն, երբ զարգացել է գլխուղեղի հյուսվածքի կամ ծայրամասային նյարդերի վնասում, դա բավականին բարդ է վերականգնելը, քանի որ այս պայն աշխարհում չկա մի դեղամիջոց, երբ նշանակես եւ ուղեղի կամ նյարդային համակարգի որևէ կառուցվածքի վերականգնումը ապահովես։ Այդ իսկ պատճառով կարևոր է կանխարգելել տվյալ հիվանդության զարգացումը, որը այո հնարավոր է։ Ինչպես նշեցի արդեն, գլխուղեղի կաթվածները 80% դեպքերում, երբ ճիշտ մոդիֆիկացվող գործոնների վրա ազդելով, հնարավոր է 80%-ով հաճախականությունը նվազեցնել, կամ դեմենցիաները, զովացուցիչ ըմպելիքներ, քաղցրի օգտագործումը, կան գիտական հետազոտություններ, որոնց երկարատև տարիներ շարունակ օգտագործումը 60-70 տարեկան հասակում արդեն առաջացնում է լուրջ հիշողության խնդիրներ։ Տեսանք ֆիզիկական ու ֆիզիոլոգիական բաղադրիչն են հարցի, բայց չէ՞ որ նաև մեր ուղեղը պատասխանատու է օրինակ մեր վարքագծի համար, կյանքում մեր սովորույթների եւ այլն։ Այս առումով մարզել հնարավոր է ուղեղը թե ոչ եւ խոսենք նաև նեյրոպլաստիկության մասին, որովհետև սա մի թեմա է, որի շուրջ քննարկումները վերջին տարիներին համենայն դեպս շատ ավելի են ակտիվացել։ Տարիներ առաջ կար այնպիսի կարծիք, որ տարիքի մեծացման հետ գլխուղեղում դրական փոփոխություններ տեղի չեն ունենում։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ։ Ուղեղում ձևավորվում, վերակազմավորվում են մշտապես նոր կապեր, սակայն դրանք անհրաժեշտ է մարզել։ Ուղեղը միօրինակություն չի սիրում։ Այսինքն ընթերցանություն, տրամաբանական վարժություններ, սպորտով զբաղվելը, որը լավացնում է ամբողջ օրգանիզմի առողջապահարումը, այդ թվում նաև գլխուղեղի, կամ աշխատանքի գնալ, պարզ այսպես խորհուրդ, աշխատանքի գնալ նոր ճանապարհով, որպեսզի ուղեղը փորձենք մարզել։ Նոր լեզուներ սովորել։ Այո, եւս դրական անդրադարձ ունի։ Ուղեղը սիրում է մարտահրավերներ, ուղեղը չի սիրում միօրինակություն։ Որը կօգնի, որ այն շատ ավելի երկար մեզ ծառայի կյանքում։ Այո։ Մյուս անգամ որ աշխատանքի դա այլ ճանապարհով կգնա։ Առողջ ծառայի։ Առողջ ծառայի մեզ եւ շատ երկար։ Սարգիս, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք եւ մաղթում ենք, որ հետաքրքիր է, չէ՞, որ միշտ ուղեղն է ուղեղը ուսումնասիրում իրականում, սրա մեջ պարադոքսալ հետաքրքիր բան կա։ Մի քիչ որ խորանում ես, բան ես լինում։ Եվ հիմա իրականում մեր ուղեղներն են մեզ ինքնադիտարկում, որպես այդպեսին եւ նաեւ դիտարկում հերոսայտողները, հերոսայտողների ուղեղներն են մեզ դիտարկում։ Բայց այս թեման կարելի է շատ երկար շարունակել, ամեն դեպքում մենք մաղթում ենք, որ ուղեղի ուսումնասիրությունները իսկապես շատանան, զարգանան եւ մենք ավելի շատ բան իմանանք ինքներս մեր մասին եւ մեր ուղեղի եւ միշտ սիրով սպասում ենք ձեզ մեր տաղավարում։ Ես նույնպես շնորհակալ եմ եւ որպես վերջաբան կարող եմ խորհուրդ տալ մեզ դիտող հեռուստադիտողներին փորձել կանխարգելել, քանց բուժել, քանի որ կանխարգելումը ավելի հեշտ է, քանց արդեն առաջացած խնդրի
լուծում գտնելը։ Շնորհակալ ենք Շնորհակալություն։ շատ, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մեր ուղեղն մեզ հիմա ասում է, որ մենք պետք է լսենք երաժշտություն։